Ես այս օրերին ճանապարհորդում եմ Եվրոպայով, տարբեր երկրներով, քաղաքներով, հանդիպում եմ քաղաքական գործիչների հետ, քաղաքագետների հետ։ Եվրոպան ապրում է իր սովորական կյանքով, աշխատում է, գործադուլներ է անում, բայց քաղաքական կյանքի կենտրոնն այստեղ մեր տարածաշրջանն է, հարավ-արևելյան Եվրոպան, Ուկրաինան, Մոլդովան եւ այդ թվում կարող էր ու պետք է որ լիներ Հայաստանը, բայց ոչ։ Հայաստանը եվրոպացիները գալիս են կամ ընդունում են հյուրերին Հայաստանից, ժպտում են, սխմում են ձեռքերը, հետո մի քիչ փող են տալիս, բայց Հայաստանի մասին չի ասում այն, ինչ Ռոբերտո Մեցոլան ասեց օրերս Մոլդովայի մասին։ Մոլդովան Եվրոպա է, իսկ Եվրոպան Մոլդովա է։ Europa este Moldova, Moldova este Europa։ Չի ասի այն, ինչ տիկին Կոսը ասեց Ուկրաինայի մասին, շնորհավորելով ոչռորոշ քայլեր անելու համար Եվրամիությանը անդամակցելու։ Ինչու՞, որովհետև եվրոպացիները հասկացել են, Փաշինյանը ստում է սեփական ժողովրդին, ստում է եվրոպացիներին, ստում է աշխարհին եւ ինքն իրեն։ Փաշինյանը զբաղվում է ոչ թե դեմոկրատիայի զարգացումով, այլ դեմագոգիայով։ Եվ մենք ոչ մի կերպ չենք կարող դուրս գալ այս ստի շրջանից։ Մենք ունենք վերջին շանսը մտնելու փակվող Եվրոպա, եւ մենք պարտավոր ենք օգտագործել այդ շանսը։ Պարտավոր ենք կանգնեցնել դեմագոգիան, պարտավոր ենք փրկել մեր պետականությունը։ Ահա ինչու եմ ես այստեղ։